Պարոն Գրիգորյան, այնպես է ստացվում, որ բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում, դեռևս այն մեծ թափով չի ներկայացվում հանրությանը, բայց ամեն դեպքում տեսնում ենք դրա արդեն երևացող մասը, բուժաշխատողները սկսել են ֆլեշմոբներ անել, պատճառը այն է, որ համ աշխատավարձերը ուշացել են, համ էլ կրճատվել, մի դեպքում էլ մարդիկ աշխատում են, մարդկանց կյանքեր են փրկում, բայց համազոր աշխատավարձ չեն տալիս, չեն ստանում։ Հիմա ինչ կարող եք ասել այս մասով, այն դեպքում, երբ բուժաշխատողների, երբ որ բողոք են անում, առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ դա ամբողջ բուժաշխատողի, անունից չէ։ Նախ ասեմ, որ այնինչ ես պետք է ասեմ, արդեն իսկ բազմաթիվ հարցազրույցների ընթացքում ասել եմ, բայց կկրկնվեմ, բուժաշխատողները բողոքական աուդիտորիա չեն, բուժաշխատողները չպետք է միծինգ անեն, բուժաշխատողները չպետք է իրենց աշխատանքը թողնեն դուրս գան եւ ինչ-որ բողոքի ցույցեր անեն։ Եվ հավանաբար հենց դա մանիպուլացնելով էլ բուժաշխատողների կարծիքը հաշվի չի առնվում, բուժաշխատողներին նվաստացուցիչ աշխատավարձ է տրամադրվում եւ հանրային արշավ է սկսվում, թե բա կլպում եք ժողովրդին, էլ չենք թողում կլպեք եւ այլն, ասած ինչ-որ հիմար խոսակցություններ են համացանցում, ուղղորդված իհարկե հիմար խոսակցություններ են դրանք, որովհետեւ պացիենտները, մեր պացիենտները, ովքեր որ մեզ դիմում են, իրանք բոլորն էլ հասկանում են, որ ապահովագրությունով չի ստացվելու սա, որովհետեւ չի կարելի որակյալ բուժօգնություն պահանջել վճարելով կոպեկներ, որովհետեւ բուժօգնությունը դա եւ առհասարակ առողջությունը դա ամենաթանկ բանն է։ Մարդիկ չեն զլանում օրինակ 60,000 դրամ տալ մազ ներկելու համար, բայց զլանում են 20,000 դրամ վճարել բժշկական մասնագիտացված խորհրդատվության համար։ Դուք ուզում եք ես հավատամ, որ մեր ազգը այդքան չի հասկանում, մեղմ ասած, որ մազ ներկելը ավելի քիչ կարևոր է, քան առողջությունը։ Ես այդպես չեմ կարծում։ Բուժաշխատողները իրենց համեստ գործունեության ընթացքում կազմակերպել են նաև ֆլեշմոբ, որով որ պատասխանում են առողջապահության նախարարի մամլոխոսնակին, ով որ ասում էր, որ 3 ներկայացուցիչը դա ամբողջ բուժանձնակազմը չէ։ Հիմա ֆլեշմոբին միացել են տարբեր բուժկենտրոններից տարբեր մասնագետներ եւ պահանջում են, որ իրենց աշխատավարձը վերանայվի։ Վատ բան են պահանջում, ապօրինի բան են պահանջում։ Ասում են՝ մի իջացրեք մեր աշխատավարձը։ Այնպես չէ, որ շատ բարձր է եղել բուժաշխատողի աշխատավարձը մինչև սա, բայց երկրում տիրող ամեն ինչի գնաճի պայմաններում բուժաշխատողի աշխատավարձը այսքան իջեցնելը դա մարդկային չէ։ Ցանկացած բուժաշխատող ինքը այդ խալաթը, որ հանում կախում է, ինքը դուրս է գալիս եւ իր մարդկային հոգսերով է սկսում ապրել։ Դա վարկերն են, հիպոթեքներն են, դա իր երեխաների կրթությունն է, որը որ եւս մաչելի չի, դա առօրյա հաց ուտելն է, ի վերջո մի հատ մտեք, տեսեք գնաճը ամբողջ հանրապետությունում ինչպես է փոխվել եւ այդ պայմաններում բուժաշխատողի աշխատավարձը դարձնել կոպեկներ, չեմ կարծում, որ ճիշտ է։ Ինչ պետք է անի բուժաշխատողը, սկսի հավելյալ գումար պահանջել, սկսի ինչ-որ դրամի սև շրջանառություն անել, որ մի հատ է դրա համար բռնեն, դատեն եւ պարսավանքի ենթարկեն եւ այլն եւ այլն։ Չէ, այդպես չի արվում։ Նախարարությունը փոխարենը նստի կոնստրուկտիվ քննարկման դաշտում մեր հետ մի սեղան զրուցի, հասկանա խնդիրը ինչումն է, առաջարկներ լսի, առաջարկներ ընդունի, վերափոխի համակարգը, որը որ իրապես անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Նախարարությունը ռեպրեսիվ մեխանիզմ է օգտագործում, վախեցնում է մարդկանց, որ այ գործից կհանեն, տնօրենների միջոցով իհարկե, գործից կհանեն, չգիտեմ, նկատողություն կտան եւ այլն։ Այդպես է արվում, դա ուժի զորով ուզում են անցկացնեն, հավատացած թող լինեն, որ բժիշկը, ով որ կորցնում է իր աշխատանքը, իր առաքելության մի մասը, այլ զբաղմունք չի ունենալու եւ այդ ամբողջ ժամանակը տրամադրելու է, որպեսզի գործող նախարարը, նախարարությունը, իրենց ամբողջ թիմը, իրենց քաղաքական դիվիդենտը, որը որ ակնկալում էին ստանալ ապահովագրությունը ներդնելով, հաստատ չեն ստանալու։ Եվ տեղի է ունենալու բավականին լուրջ բոյկոտ բուժանձնակազմի կողմից, ինչը բերելու է նրան, որ նախարարությունը ի վերջո հետ է կանչելու իր որոշումը կամ վերանայելու է իր որոշումը։ Մենք իհարկե չենք ուզում դրան հասնի։ Մենք օրինական ճանապարհով առանց որևէ օր դադարեցնելու պացիենտներին ընդունելը եւ բուժ օգնություն մատուցելը, մենք փորձում ենք հարցը շտկենք, բայց եթե
զգանք, որ կոնստրուկտիվ դաշտից սա դուրս է գալիս, այսինքն մենք պատի հետ ենք խոսում, ոչ թե բանական մարդկանց հետ, բնականաբար մեր յուրաքանչյուր հաջորդ քայլը ավելի լուրջ ու ավելի սուր է լինելու։ Ընդհուպ մինչև միջազգային կառույցների մոտ խայտարակ անել, թե գործող վարչախումբը, թե գործող նախարարին, որովհետև այն կառույցները, որոնք որ աջակցել են, տրամադրել են վարկ, որպեսզի մեր երկրում ներդրվի առողջության ապահովագրություն, իմանալու են, որ դա արվում է մարդկանց նվաստացուցիչ աշխատավարձ տրամադրելով, այն մարդկանց, ովքեր առօրյա կանգնած է առաջին գծում պացիենտի բուժօգնությունը մատուցելու հարցում։ Դուք գնացել եք ազգային ժողով, հա, պահանջով, որպեսզի լսումներ անցկացվեն։ Ուզում ենք իմանալ ձեզ ինչ որ բան ասել են լսումների մասով, խոսել են ձեզ հետ թե ոչ։ Մենք ունեցել ենք մի քանի հանդիպում ազգային ժողովի տարբեր падգամավորների հետ եւ մենք դեռևս այսպես ասած չենք բացում բոլոր խաղաքարտերը։ Կլինի պաշտոնական պատասխան կհայտարարենք, բայց այն, որ քաղաքական ուժերը ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական շատ ուժեղ շահագրգռված են այս հարցով զբաղվելու, իսկ մենք բուժաշխատողներս դեռևս ասում ենք ժողովուրդ պետք չէ սա քաղաքականացնել, որովհետև սա մասնագիտական հանրության պահանջ է, դա փաստ է։ Մենք չենք ուզում որևէ տեսակի, այսպես ասած, շահարկման ենթարկվի մեր շարժումը, յուրաքանչյուր բուժաշխատող մեր թե նախաձեռնող խմբից, թե նոր միացածներից ունի իր քաղաքական հայացքները։ Մարդ կա նախընտրում է օրինակ այս կառավարությունը, մարդ կա ռադիկալ դեմ այս կառավարությանը, բայց մենք պահանջում ենք, որպեսզի ուղղակի վերանայեն բժշկի վարձավճարը, բուժքրոջ վարձավճարը եւ լիահույս ենք, որ դա կլինի եւ այլևս այս իրավիճակը կդադարի, բայց եթե կրկնեմ, մենք հասկանանք, որ մենք ոչ թե բանական մարդկանց հետ ենք խոսում, ով լսելու ունակություն ունի, այլ խոսում ենք պատի հետ, հավատացած եղեք, չգիտեմ մնացած բուժաշխատողները ինչպես, բայց անձամբ ես այնպես կքաղաքականացնեմ այս հարցը, այնպիսի արշավ կսկսեմ այս հարցի շուրջ, որ կփոշմանի միայն նախագծի հեղինակը։ Իսկ ես դա կարողանում եմ անեմ, ինչպես հիշում եք, ես դա 18-19 թվականներին շատ ակտիվ արել եմ։ Հիմա էլ կարող եմ անեմ։ Թող չպարտադրեն բուժաշխատողներին, որպեսզի նրանք իրենց առօրյա գործը թողնեն, գործից դուրս գան եւ ընկնեն իրենց հետևից։ Եվ պարոն Գրիգորյան, ընդհանուր առմամբ այս պատկերը տեսնելով, հա, հիվանդանոցներում մարդիկ լիքն են, անդադ ցանկանում են բուժսպասարկում եւ այլն, հա, մարդիկ ունեն բուժսպասարկման կարիք։ Այս ամենը հաշվի առնելով, արդյոք առողջապահության նախարարությունը կգնա այդ քայլին, որպեսզի ամեն դեպքում չպարալիզացվի, հա, ամբողջ համակարգը։ Անկեղծ ասած հարցի հասցեատերը ես չեմ, կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ հարցը ուղղել առողջապահության նախարարությանը։ Ես անձամբ եւ մեր բժիշկների նախաձեռնող թիմը լիահույս ենք, որ նախարարությունը կվերանայի բժշկի վարձատրման մեխանիզմը, բայց մի հատ այսպիսի բան ասեմ, որ երեք կարդացի առողջապահության նախարարի գրառումը 1 միլիոն այց է գրանցվել ապահովագրության շրջանակներում։ 2 ամսվա մեջ 1 միլիոն այց։ Դուք պատկերացնում եք այդ ինչ թիվ է։ Մենք 3 միլիոն բնակչություն ենք։ 1 միլիոն այցը այցելելա նման ծավալ երբևիցե չի եղել, ու այդ նման ծավալ թե թղթաբանորեն սպասարկելու համար, թե բուժօգնություն տրամադրելու համար բժիշկները հունվար ամսին ստացել են օրինակ 19,000, 23,000, 25,000, նու առավելագույնը 50,000 դրամ աշխատավարձ։ Դուք ոնց եք գնահատում դա, սա արդեն էքսպլուատացիա է, մարդու էքսպլուատացիա, ստրկատիրական համակարգում այսպիսի էքսպլուատացիա չի եղել։ Ես կոչ եմ անում բոլոր բուժաշխատողներին գիտակցել, որ իրանք իրենց հիվանդանոցների, գործող համակարգի, գործող վարչախմբի ստրուկները չեն, բուժաշխատողը ստրուկ չի եւ բժշկական սպիտակ խալաթը ստրկի հագուստ չի, դա պատվավոր հագուստ է, ուստի համապատասխանեք ձեր սպիտակ խալաթին եւ եթե դժգոհություն ունեք, ձեր դժգոհության ձայնը բարձրացրեք, բայց եթե ձեզ ձեռք է տալիս աշխատել կոպեկներով, ապա խնդիր չկա, դա ձեզ է ձեռք տալիս, դա բոլոր բժիշկներին չի, որ ձեռք է տալիս, իսկ ում որ ձեռք չի տալիս, մենք մեր բողոքի ձայնը բարձրացնում ենք առանց վախենալու որևէ տեսակի ռեպրեսիվ գործողություններից եւ առանց վախենալու որևէ տեսակի ճնշումներից։ Ընդ որում ես ասեմ, ես այսօր դեռևս հեռախոսային խոսակցություն եմ ունեցել իրավաբանական շատ լուրջ գրասենյակի հետ, որը որ բավականին լուրջ հաջողություններ է գրանցում թե քրեական
դատավարությունների ընթացքում, թե քաղաքացիականի ընթացքում, եւ ես խոստանում եմ, որ եթե բուժ կենտրոնները շարունակեն նախարարի հրահանգով դուրս հանել բուժաշխատողներին, աշխատանքից ազատել բուժաշխատողներին, այդ բուժ կենտրոնների վերաբերյալ մենք տալու ենք դատական հայցեր, ստանալու ենք փոխհատուցում հարկադիր պարապուրդի համար, ինչպես նաև այդ ողջ դատական այցի ընթացքում դարձնելու ենք դա սերիալ բուժկենտրոնի եւ բուժկենտրոնի ղեկավարությունը որպես բացասական կերպար ցուցադրելով եւ հավատացած եղեք, եթե կոլեգիալությունից ելնելով մինչեւ այսօր որևէ բան մենք չենք խոսել, որևէ մեկին չենք ասել աչքիդ վերևում ունք կա, ապա հավատացած եղեք, եթե մեր գոլեգաներին նման կերպով ուզում են աշխատանքից ազատեն, ես ջանք ու եռանց չեմ խնայի, որպեսզի այդ մարդիկ ստանան հանրային այնպիսի պարսավանք, որին որ իրենք արժանի են։ Ու դա դրան չի շրջանցելու ոչ բուժկենտրոնը, անկախ թե որ բուժկենտրոնն է, ոչ չինովնիկները, ոչ էլ ոչ մեկ։ Մենք դա սարքելու ենք հանրային օրակարգ, եթե մեր պահանջը չի իրականացվի, եւ այդ ժամանակ տուժելու է մենակ բուժկենտրոնի ղեկավարությունը, բուժկենտրոնի ռեյտինգը, բուժկենտրոնի ստատուսը, ինչպես նաեւ դրանից ելնող նախարարության ստատուսը, նախարարի ստատուսը եւ արդեն իսկ քաղաքական ողջ համակարգը։